Բարև ձեզ հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ, Կիրակի երեկոյան քննարկենք ընդհանուր ինչա տեղի ունենում եւ ինչ առաջարկներ ունենք ես իմ հերթին, տարբեր քաղաքական գործիչներ իրենց հերթին մի շարք կարևոր հարցերի շուրջ մի խոսքով քննարկումներ անենք։ Սկսեմ նրանից, որ ժողովուրդ հիմիկվա այն ինչի մա տեղի ունենում, դա առաջիկայում Հայաստանի Հանրապետությունում Եվրոպային ավելի այսպես կամակատար, ռուսների հետ ավելի այսպես կծֆր կոնֆլիկտային եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ 100%-ով հնազանդ կառավարություն եւ քաղաքական իշխանություն ձևավորելն է։ Այսինքն այն ինչ հիմա տեղի ունենում, սա միայն առաջիկա օրերի համար չի, այլ մի քանի տարի, մինչև 5 տարի կայունություն ձևավորելու համար է, այնպիսի կայունություն, որը չի խանգարի ադրբեջանցիների, թուրքերի, եվրոպացիների պլաններին, եւ հնարավորինս խանգարի չինացիների, Իրանի, Ռուսաստանի պլաններին, եթե կարելի է այսպես ասել։ Այ մի քիչ արտաքին քաղաքական սա եւ ներքին քաղաքական գործընթացները հասկանալով թե առանց հասկանալու ընթանում են այս ուղղություններում։ Եթե հարգելի դիտողներ, այն մարդկանց, որոնց դուք հաճախ տեսնում եք հարցազրույցներում կամ հեռուստատեսությամբ, եթե այդ մարդկանց հետ անձամբ շփվեք, անձամբ ծանոթանաք, կզգաք, որ որևիցե ինչ որ մեծ դավադրապաշտական կամ ինչ որ նենգ մեծ ծրագրեր, այդ մարդիկ ոչ կառուցել են, ամենայն հավանականությամբ ոչ էլ կարող են կառուցել։ Ամեն մեկը ինչ որ sense պուճուր քայլերի մեկ-երկու քայլանոց հաշվարկների վրա հիմնված գործողություններ է իրականացնում։ Եվ մեծ խաղը, եթե դուք այդպեսին տեսնում եք, դա ներսում չի գեներացվում։ Մեծ խաղը դրսում է։ Մեծ խաղի այսպես աճպարարները, կուկլավոդները դա դրսում են։ Դա մեր փոխարեն որոշել են, մեր փոխարեն դասավորում են, այսպես ասում են ընդեղից ստեղ անում են։ 1-2 քայլի հեռանկարով այստեղ անում են, այնտեղ բայց մի 50 քայլի հեռանկարով այդ ամեն ինչը պլանավորվում։ Եվ հիմա ինչա Հայաստանում տեղի ունենում, ուզում եմ մի քիչ թարգմանեմ մեր ներսում տեղի ունեցող գործընթացները, որպեսզի լավ հասկանանք, սկսենք ընտրական ցուցակների կրճատումից։ Սա շատ կարևոր, շատ եռում գնացող ուրեմն գործողություն է, որ իշխանությունը որոշել է ընտրական քվեարկելու իրավունքից զրկի բոլոր նրանց, ովքեր վերջի 1 տարվա ընթացքում 6 ամսի չափով Հայաստանում չեն ապրել։ Բացառությամբ ուսանողները, մեկ էլ ովքեր, մեկ էլ պետական գործիչներ, դեսպաններ, բան տենց։ Всё։ Այսպեսի մի որոշում է կայացել։ Առաջին հայացքից մեզ դուրը կարա գա, մեկի դուրը կարա չգա։ Բայց ինչ է սա նշանակում։ Ավելի մեծ մասշտաբում։ Սա նշանակում է ընտրական ցուցակների կրճատում։ Իսկ ինչներին է պետք ընտրական ցուցակների կրճատումը։ Այսօրվա դրությամբ ոչ մի բանի պետք չի։ Վաղը 1-1.5 տարվա կտրվածքով սահմանադրական փոփոխություններին դա պետք է։ Հիմա բացատրեմ թե ինչպես։ Տեսեք, ես գալիս եմ ընտրական ցուցակներից, ես մեր ամբողջ զրույցը, որպեսզի դուք պատկերացնեք, այ 1.5 տարվա 1.5 տարի հետո տեղի ունենալիք գործընթացի համար այսօր ինչպիսի քայլեր են անում, որոնք բոլորը շղթայաձև իրար հետ կապված են, բայց առաջին հայացքից ընդհանուր մեկ բլոկում որպես չեն դիտարկվում։ Ուրեմն մենք ունենք մոտ կլորացած թվերով եմ ասում, գրանցված 2.500.000 քվեարկող։ Այդքան մարդ իրավունք ունի ընտրելու։ Ընտրական ցուցակներում ընդգրկված է այդքան մարդ, որոնցից 100,000-ը ամռան ամիսներին Հայաստանում չի լինում։ Ինչու՞։ Կամ, չգիտեմ, գարնանը, ասենք մայիս ամսին Հայաստանում չի լինում։ Որովհետև այդ մարդիկ գնում են արտագնա աշխատանքի, այսպես կոչված խոպանչիներն են։ Ուրեմն մեր խոպանչիների թիվը տարբեր տարիներ տարբեր է լինում, 80,000-ից մինչև 120,000, դրա համար միջինացված 100,000 եմ ասում։ Բացի դրանից, քվեարկողների ցուցակներում գոյություն ունեն մարդիկ, որոնք երկքաղաքացի են եւ տևական ժամանակ Հայաստանում չեն գտնվում, կամ
Հայաստանում են գտնվում, ասենք, տարվա մեջ մի ամիս, 2 ամիս, հանգստի շրջանում միայն։ Այս մարդիկ իրանց հերթին մի քանի 100,000 են։ Ստույգ թիվը չեմ կարող ասել։ Մոտավորապես այսպես կլորացնում եմ, մի 300-400,000 մարդ, որոնց մեջ քվեարկելու իրավունք ունենա մի 300,000 մարդ։ Դա միգուցե սա էլ շատ եմ ասում, մի 200,000 մարդ, հա։ Այսինքն, եթե մի 200,000 մարդ ունենք այն ցուցակներով, որոնք երկքաղաքացի են, եւ այն ցուցակներով, որ խոպանում են, չեն լինում երկրում, 300,000 մարդ հանգիստ։ Հիմա, եթե բերում են սահմանադրական հանրաքվե, իսկ դա պիտի բերեն, եւ այդ սահմանադրական հանրաքվեն բերում են ոչ միայն նախաբանը փոխելու համար, դա բերում են եկեղեցու ատամները քաշելու համար, ազգային ինքնության հիմնասյունները փոխելու համար, երկիրը ընդհանրապես ամորձատելու համար։ Եվ ոչ միայն ամորձիներն են հեռացնելու, այլ էնդոկրին հորմոններ, ներքին հորմոնները արտադրող մի շարք շատ կարևոր գեղձեր։ Ասենք օրինակ ինսուլինի արտադրությունն են երկրում վերացնելու, այսպես փոխաբերական իմաստով, ինչի որ միշտ դու լինես դրսից ընդունվող ինսուլինի կարիքների վրա։ Երկիրը նոր սահմանադրությամբ կանելու են այնպես, շատ նուրբ այսպես մի քանի արտահայտություն ընդհանրապես սահմանադրության մեջ հանելով եւ մտցնելով, բերելու են նրան, որ երկիրը լինելու է տոտալ անկարողության մեջ եւ լինելու է մաքուր սահմանադրորեն ամրագրված պրոքսի երկիր։ Այս կամ այն աշխարհքաղաքական կամ տարածաշրջանային ուժերին կցորդ։ Եվ որպեսզի դա կարողանան իրականացնել, ըստ մեր սահմանադրության եւ հանրաքվեի մասին օրենքի, ինչ պետքա լինի։ Պետքա լինի հանրաքվե, որին կմասնակցեն այնքան մարդ, որ դրանց կեսը այո կասեն առաջարկվող փոփոխություններին։ Բայց այդ այո ասողները պետքա լինեն ավելին, քան ընդհանուր քվեարկողների ցուցակների 25%-ից ավելը։ Ուրեմն տեսեք, հանրաքվեի վավերականությունը ուղիղ կապված է ընտրական ցուցակների քանակի հետ։ Ինչքան ընտրական ցուցակները շատ մարդ են պարունակում, այնքան շատ մարդ պետք է այո ասի հանրաքվեին։ Ինչքան ընտրական ցուցակները կրճատես, այնքան քիչ մարդ է պետք, որպեսզի այո ասի քո ուզած փոփոխությանը։ Դրա հակառակ կողմն էլ կա, եթե ինչ-որ մեկ օրինակ ուզում է բոյկոտի հանրաքվեն, քարոզում է, որ եկեք բոյկոտենք, ահա այդ բոյկոտողների օգտին, այսպես թե այնպես ընտրական ցուցակներում 100,000 պլյուս 200,000, 300,000 ընտրող պասիվ բոյկոտողներ են, ոչ թե տրամադրված, գիտակցված, պասիվ։ Իրանք իրանց համար Հայաստանում չեն գտնվում, հետևաբար քվեարկություններին չեն մասնակցում, հետևաբար բոյկոտում են։ Ուզում են, չեն ուզում, ավտոմատ բոյկոտում են։ Այսինքն, եթե բոյկոտի ճակատ էլ պետք է ձևավորվի կամ այսպիսի օրակարգեր պետքա լինի, ընտրական ցուցակները կրճատելով, ավտոմատ բոյկոտի ճակատը չեզոքացնում ես։ Սրբում ես ճանապարհից, եթե դու իշխանություն ես։ Ուրեմն ստեղից եկանք ինչին, ընտրական ցուցակների կրճատումը, թեև դա հակաիրավական գործընթաց է, մարդու քաղաքական իրավունքների կոպիտ ոտնահարումը, բայց դրա մեջ նրանց նպատակը ո՞րն է, կամ գործող իշխանությունների, կամ իրանց տերերի նպատակը սահմանադրական փոփոխությունների կամ սահմանադրության փոփոխության հանրաքվեի իրացումն է, իրականացումն է։ Այսօր նրանք դրան են պատրաստվում։ Հիմա եկանք, վերջից եկանք, հիմա եկանք մեր օրեր։ Բայց դրան գնալու համար իշխանությանը պետք է լինելու 2/3 պարլամենտում, չէ, այդ բոլորը գիտեն։ Եվ եթե 2/3 պարլամենտում չունի, ուրեմն չի կարող պարլամենտը հանրաքվե հայտարարի։ Այս էլ գիտենք։ 2/3-ը վերականգնելու համար Նիկոլ Փաշինյանը ունի առնվազն 3-4 տարբերակ, միգուցե 5-6, ինձանից քելով մարդիկ միգուցե ավելի շատ ասեն։ Ես հիմա կներկայացնեմ դրանք, որոնցից հենց հիմա ամենահեշտը, իդեպ Անի Սամսոնյանն էր սրա մասին գրել, ընդհանրապես եթե ես մի խելոք միտք ինչ-որ մեկից լսել եմ ժողովուրդ,
ու դա ինձ այդպես դուր է եկի, աշխատում եմ այդ մարդու անունը տալ, ոչ թե ես համաձայն եմ իր ընդհանրապես ասածների հետ կամ չէ, խոսքը Սամսոնյանի մասին չի, ընդհանրապես աշխատում եմ այդ մարդու անունը տալ։ Մի քիչ մեր քաղաքական դաշտում, քանի որ սենց մխտար նախանձ մթնոլորտ է, ասենք այլոքը տենց չեն վարվում, ասենք անպայման կամ եթե իրանց համախոհ թիմակիցն անունը տալիս են, եթե իրանց պապանա շեֆնա անունը տալիս են անպայման։ Եթե չէ, իրանք չեն անունը տա ենթադրենք, ես ինչ գործի, թեկուզ հակառակորդ ճամբարից կամ մրցակից ճամբարից չեն նշի, որ այս բանը ես իրա մոտ եմ լսել։ Ահա ժամանակից մի քանի օր առաջ, այսինքն շաբաթ առաջ Անի Սամսոնյանը այս մտավախությունը հայտնել էր, որ սահմանադրական դատարանում քննությունները կավարտվեն այն տրամաբանությամբ, որ հայտարարվում է նոր ընտրություն։ Այս ընտրությունները անվանել են նոր ընտրություն։ Եվ այդ նոր ընտրությամբ կվերցնեն 2/3 պարլամենտում։ Ոչ թե ձայն, պարլամենտում են թվերը գիտեք, եթե ասենք 10% ես հավաքում, 30% պարլամենտում ձեն ունես։ Բոնուսային բանով, սենց համակարգով մեր սահմանադրությունը ամեն ինչ տվել է, որ իշխանությունները հանգարց չպարտվեն։ Հիմա նայեք, մի տարբերակ է սահմանադրական քննարկումները, որոնք տեղի են ունում, հենց դա է, որ կարող են ընտրությունները ճանաչել անվավեր եւ նոր ընտրություններ հայտարարել։ Բայց ինչպես են պատրաստվում դրան ԿՊԵ-ականները։ Դրան պատրաստվում են հետևյալ կերպ. ընդդիմության խոշոր խաղացողներին եւ նրանց առաջնորդներին քրեական հետապնդումներ, կալանավորումներ, խոշոր ուրեմն կազմակերպիչներին, տեղերում, շտաբերում մեղադրանքներ, ձերբակալություններ, այսինքն գլխատում են իրենց հիմնական մրցակից հանդիսացող ընդդիմությանը, արդարացնելով դա ոչ թե իրավունքով եւ օրենքով, այլ խոսք-խորհրդաներով եւ հակառուսականության դեմ, հակառուսական պայքարով կամ կոռուպցիայի դեմ պայքարով։ Սուտ 8 տարի ոչ մի բան չեն արել, իրանք էլ իրանց կոռուպցիան են զարգացրել, հմտացել։ Հիմա հանկարծակի դարել են կոռուպցիայի դեմ պայքար, բայց դա էական չի, էականը գործնական հողի վրա մենք ինչ կունենանք, գետնի վրա մենք ինչ կունենանք, գետնի վրա կունենանք են, որ կհայտ օրինակ, սա օրինակ, հիմա կներեք, բայց լիքը դալբայոբներ, հեսա գալու է օրը, ասեն, բասում էիր սենց, բախի սենց չեղավ, լսեք, ես ռիսկերն եմ ասում, դեղի ինստրուկցիան, որ 6-ում կարդում եք, ընդ է գրածը պաբոչնի էֆեկտները, այսինքն կողմնակի ազդեցությունները անցանկալի, գրածը ենթադրենք 20 անցանկալի ազդեցություն, ինչքան ֆիրման լավն է, դեղ արտադրող, ինչքան բծախնդիր է, այնքան շատ կողմնակի ազդեցություններ է գրում։ Դա չի նշանակում, որ դուք գնալու եք խմեք, ու այդ դեղի կողմնակի այդ բոլոր ազդեցությունները ձեր վրա լինելու են։ Դա նշանակում է, ձեզ զգուշացնում են, որ դուք տեղեկացված լինեք, զգուշ լինեք, երբ որ այդ կողմնակի ազդեցությունները զարգանան, ժամանակին դիմեք բժշկի կամ խուճապի չմատնեք եւ այլ եւ այլն։ Այսինքն այն ինչ ես հիմա ներկայացնում, ես ներկայացնում հնարավոր տարբերակները եւ խնդրում եմ սա հանգարց չընկալեք որպես վանգայություն, կանխագուշակություն, ապագան եմ տեսնում։ Եվ այսպես, ավելի եթե կարճ կոնկրետ ասեմ, այս պահին Ռուսաստանի հետ կարծում եմ ուղիղ կամ միջնորդավորված բանակցություններ են գնում, միջնորդավորված ոչ թե միջնորդներով, ուղիղ կամ անուղղակի, ակնարներով, քաղաքական մեսիջներով եւ այլն, կամ այսպես կամ ուղիղ բանակցություններ են գնում, նոր ընտրություններ դնեն թե չէ։ Հենց հիմա Մոսկվայի հետ քննարկում է նոր ընտրություն դնի թե չէ։ Իր սահմանադրական դատարանը ապահովում է կապիկության իր բաժինը, որը պետք է նա ապահովի միջև ռուսների հետ, Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, Ադրբեջանը չի ճանաչել ընտրությունների արդյունքները, չի շնորհավոր է, ավելի ճիշտ։ Հենց հիմա այդ գործընթացները գնում են։ Եվ այդ տարբերակներից մեկը նոր սահմանադրական հանրակրթություն, նոր ընտրություններն են, որտեղ ընդդիմությունը գլխատված կլինի։ Ընդդիմության հիմնական խաղացողները գլխատված կլինեն, ավելի հիմնական քաղաքական տեսանկյունից գլխատված կլինեն, ձերբակալված կլինեն, իսկ նրանց ֆինանսները, նրանց միջոցները կալանքի տակ։ Այսինքն նույնիսկ քարոզարշավ որ չկարողանան անեն։ Փող չունենան քարոզարշավ անելու համար, ամբողջ ունեցվածքը դրած է կալանքի տակ։ Թալանը հետ բերելու բանով, այդպես բարձր խոստումներով, թալանը հետ ենք բերում, բայց ասենք փաստացի
առաջի փուլով միջև ասենք վերջի տարիների ընթացքում միջև էս ընտրությունները բոլոր հնարավոր քաղաքական ուժերը, որոնք կարող են ալտերնատիվ դառնալ քաղաքացիական պայմանագրին, բոլոր պայմանագիրները ավիրած ու ապականած քաղաքացիական պայմանագրին, այդ ուժերին չեն թողնում, որ նրանք դրսևորվեն, ի հայտ գան, հիմնականում դաշտում մնում են օլիգարխներ, բիզնեսմեններ, նախկին նախագահ, հետո արդեն երբ որ օլիգարխներ, բիզնեսմեններ, նախկին նախագահ այնուամենայնիվ կարողանում են իրանց համար դառնալ լուրջ գլխացավանք եւ ալտերնատիվ, հետո սրանց են հետապնդում, ձերբակալում, շպիոնաժի մեջ մեղադրում, պետական դավաճանությամբ մեղադրում, աչուձախ հրապարակում ազգային ժողովի նախագահի մակարդակով, որ ընդդիմության հիմնական տեխնացուները Ռուսաստանի քաղաքացի են, քրեական գործ հարուցում, հետո այդ քննական գործը, որ շարունակում են ոչ մի բան չի բացահայտվում տենցել, բայց դա լուրջ ռեյտինգի վրա մարդկանց հեղինակության եւ ռեկլամի վրա լուրջ ազդել է։ Ну այսպեսի բաներ են անում, բայց այս բարդակը թողենք մի կողմ, վերադառնանք բուն ասելիքին, ուրեմն նոր ընտրություններով արդեն ղեկավարությունից զրկված դրամական միջոցներից զրկված ընդդիմության հետ իշխանությունը կարող գնա նոր ընտրությունների եւ վերցնի այդ ուզած 2/3։ Բայց սա հարցի լուծում չի։ Առաջիկայում սպասվում են մեկը այնուամենայնիվ ցնցումներ։ Այդ ցնցումները պետքա պրոֆիլակտիկա անի կամ ընդդիմությունը, կամ համ ընդդիմությունը, համ իշխանությունը, որովհետև լինելու են ցնցումներ։ Այ հիմա տես հորթի երջանկությամբ տրճիկ տվող այս ժողովուրդը կանգնելու է տնտեսական խնդիրների առաջ ու արդեն կանգնած է։ Ինչ թիվել նկարեն, ինչքան էլ տենց միլիոնավոր դրամներ, միլիարդավոր դոլարներ նկարագրեն, ժողովուրդը ֆինանսական խնդիրների առաջ կանգնած է։ Հիմա շատ չեն խոսում, բայց կխոսեն։ Առաջիկայում դրանք էլ ավելի կխորանան ու կխոսան ու կտենակ։ Ֆինանսական, տնտեսական խնդիրներին միանալու է նաև քաղաքական խնդիրը, հանրությունը խիստ բևեռացված է, խիստ։ Մի անգամ գրել էի դրա մասին, որ բևեռացվածությունը գիտեք որն է, որ հանրության մի մասը խիստ մտահոգ է դրսից եկող 100,000-ավոր ադրբեջանցիների մասին, որի մասին իդեպ հակահետախուզությունը մեր իր զեկույցում ներկայացրել է, պետական զեկույց է դա, որ դա սպառնալիք է, այսինքն դա հորինված նարատիվ չի։ Դա իշխանությունների կողմից, հակահետախուզության կողմից հրապարակված 26 թվականին հրապարակված փաստաթղթում դա սպառնալիք է ազգային անվտանգության որպես նշված։ Ահա մի մասը ժողովրդի 100,000-ավոր ադրբեջանցիների կողմից եկող սպառնալիքից են զգուշանում, նույն հանրության մի ուրիշ մասը 100,000-ավոր հայերից են զգուշանում, որոնք կարող են գան ու Հայաստանում քվեարկել։ Իսկ օրենքով իրենց հասանելի իրավունքը իրացնեն, օրենքով իրենց հասանելի գործը անեն։ Մարդիկ իրավունք ունեն գան Հայաստան քվեարկեն։ Իրավունք ունեն, ուզում ես հելոտ, ուզում ես իջիցած, իրավունք ունի։ Դե անօրեն բան չկա, դե կոռուպցիա չկա, դե ոչ մի բան չկա, մարդը իրավունք ունի ու գա քվեարկի ում ուզում է, կապ չունի, թե ընդդիմությանը, թե իշխանությանը, թե ինչ որ երրորդ ուժի, մարդը իրավունք ունի, բայց 100,000-ավոր մեր հայրենակիցներ սարսափում են այդ մտքից, պայքարում են դրա դեմ, անպատվում եւ քննադատում են դա։ Ինչի՞։ Լավ է, դե ուրիշ հարց է։ Այս բևեռացվածությունը չի վերանալու ժողովուրդ ջան, չի վերանալու։ Մի շատ հետաքրքիր մարդու հետ էի խոսում, ասում են նույնիսկ հյուրեր հրավիրելուց շատ զգույշ ենք լինում, որ հանկարծ մի բան չասենք, մի խոսք չասենք, կդառնա մեծ պրոբլեմ։ Հյուրերը նույնիսկ մի սեղանի շուրջ նստելու պրոբլեմա զարգացել։ Գնում են ծնունդ, կնունք, չգիտեմ, նույն սեղանի շուրջ մարդիկ նստում են մի քիչ զգուշանում են, ստրախովկով են իրար հետ, որ հանգարց մեկը մի հատ քաղաքական հարց չտա, թե շատերին հետաքրքրում է եւ համենայն դեպս հայկական ավանդական
գերուխումների եւ սեղանների շուրջ ինչ որ փուլում, հատկապես տղամարդկանց շրջանում քննարկումը հասնում է քաղաքական հարցերին։ Իսկ հիմա մարդիկ ի սկզբանե դրանից զգուշանում են, այդ վախվորած նստում են, երբ որ մի քիչ քեֆները լավանում է, այլ ավելի է խնդրը դառնում ակտուալ։ Երկրորդ խնդիրը, եթե Նիկոլ Փաշինյանը այնուամենայնիվ չկարողացավ 2/3 ստանալ մանդատների, անասնագողությունն է, խոսել ենք դրա մասին, այսինքն վերցնելու է մի քանի падգամավոր, շանտաժով, բռնությամբ, կաշառելով եւ այլն։ Իրանց կարելի է, իրանց ոչ ոք չի գաղտնալսում։ Իրանք կարող են կաշառել ում ուզես, սպառնալ ում ուզես, ձերբակալել ում ուզես, նրանց չեն գաղտնալսում։ Դուք մինչև հիմա լսել եք մի հատ դպրոցի տնօրենի, մարզպետի, չգիտեմ, մի խոսքով քպեական մի հատ օլիգարխի քիչ չեն, էլի։ Լսել եք կամ այդ քպեական մի հատ օլիգարխի ինչ որ տենց հերավոր բարեկամի գաղտնալսեն։ Հրապարակում լսել եք։ Լավ, ասենք 10 գաղտնալսում, ընդդիմության գաղտնալսումներ։ Դուք լսել եք այդ 10-ի մեջ գոնե 2-3 իշխանական գաղտնալսում, թե իշխանական ուժերը տենց սրբերի պես են իրանց պահում։ Հա, կարծում եք սրբերի պես են պահում։ Ահա չեք լսի, ու չեք էլ լսի, դրա համար իրանց կարելի է ամեն ինչ։ Ամեն ինչ, անգամ եթե ընդդիմադիր գործիչներ, ինչպես օրինակ Արման Թաթոյանը, այդ ձայնագրություններն էր հրապարակել, որտեղ քաղաքապետարանից թե համայնքապետարանից մի խոսքով հրահանգավորում էին դպրոցների, մանկապարտեզների աշխատողներին, հրահանգավորում էին ապօրինի ձևով, օրենքի կոպիտ խախտումով։ Դրա համար գործ չհարուցվեց։ Դրա հետևից չգնացին եւ գոնե այդ օրերին դուք չլսեցիք դրա մասին։ Այսինքն անգամ այն ձայնագրությունները, որոնք մեսենջերով ուղարկում են տարբեր իշխանական տասովշիկներ, եւ այդ ձայնագրությունները հայտնվում անդիմացիան ձեռքին ու հրապարակում, նույնիսկ դա չեք դուք լսում։ Մենք դա չենք լսում։ Ուր մնաց թե անվտանգության ծառայությունները գաղտնալսեն, լսենք։ Անասնագողությունը եթե չստացվավ 2/3 ձևավորելու համար, սահմանադրական փոփոխությունների համար Նիկոլ Փաշինյանն օգտագործել են քաղաքացիական տարբերակը, որտեղ 200,000 կամ 300,000 կամ 400,000 ստորագրություն հավաքելով իրանք կդիմեն սահմանադրական դատարան, պահանջելով, որ սահմանադիր իշխանությամբ օժտված ժողովրդի հանրաքվե անելու իրավունքը չի կարա սահմանափակվի սահմանադրված իշխանության կողմից, այսինքն պարլամենտի կողմից։ Իրավաբանները կարծում եմ գիտեն ինչի մասին է խոսքը, մյուսները կարող են ուղղակի Google անել սահմանադիր իշխանություն եւ սահմանադրված իշխանություն։ Ժողովուրդը միշտ ունի սահմանադիր իշխանություն եւ ոչ ոք չի կարող այդ իշխանությունը սահմանափակել կամ արգելել, անգամ պարլամենտը։ Եվ ահա սահմանադրական դատարանը իր գիտությունների դոկտոր հանդիսացող իրավաբաններով կարան այո կարծիք հայտնեն, որ այո հանրաքվեն պետք է լինի ստորագրահավաքների հիմքով, առանց պարլամենտի արգելքը հաշվի առնելու։ Այլ տարբերակ նախագահի կողմից էլի օրենքի խախտումով, բայց ոչ իրավունքի խախտումով, օրենքի խախտումով կարա հանրաքվե հայտարարվի, եթե պարլամենտը մերժել է։ Այդպիսի նախադեպ եղել է Ֆրանսիայում Շարլ դե Գոլի կողմից իրականացված եւ պարլամենտը չի կարացել նրա դեմը առնի։ Այսինքն այսպիսի բաներ եղել են։ Իհարկե ֆրանսիական մոդելը տարբեր է համեմատած այն ինչ մեր մոտ է, բայց այնտեղ այդպիսի բաներ եղել են։ Ուզում եմ ասեմ, երբ որ օրը կգա, բազմաթիվ ինձանից շատ ավելի խելացի մարդիկ ու իրավաբաններ եւ մեր սաղից իրար հետ վերցած ավելի խելացի դրսի խաղացողներ, որոնք ոնց ուզում այնպես մանիպուլացնում են հայ քաղաքական եւ հանրային դաշտը, այդ մարդիկ կգտնեն լուծումներ, թե ոնց անեն, որ 2/3 շրջանցեն։ Եվ մեկի փոխարեն մի քանի լուծում կգտնեն, դրանցից մեկը, որը քեֆները տվեց, դա էլ կանեն։ Ու մենք վերջին հաշվով կանգնելու ենք արդեն փոփոխված սահմանադրության առաջ, որտեղ չկա Հայաստան, պետություն, նույնիսկ Հայաստան անունը կարա փոխվի։ Հայ անունը կարա փոխվի։ Ինչ ասեմ։ Բա ինչ պիտի անենք։ Անահիտ Գալաջյանն ասում է, ինչու միայն տղամարդկանց շրջանում կանայք զրույցների ժամանակ մեկ էլ հանկարծ անցնում են քաղաքական թեմաների։ Չեմ կասկածում։
հաճախ չհասկանալով ինչպես հասան դրան, ու սկսվում է հայացքների բախում։ Հիմա սրա համար պետք է լինի ներքին օրակարգ, ժողովուրդը ներսից պետք է ուզի փոփոխություն, նոր սահմանադրություն, Նիկոլի սահմանադրությունը ուշադիր, Նիկոլի սահմանադրական փոփոխությունները անխուսափ են, դրա դեմը ոչ ոք չի կարող առնել, ոչ ոք, ոչ բոյկոտելով, ոչ ոչի ճակատ ստեղծելով, ոչ 2/3 մանդատների թույլ չտալով, ոչ ոք չի կարող դրա դեմը առնի, առավելևս այս քաղաքական ուժերը։ Ես հանդիպել եմ 1-2 քաղաքական ուժի հետ, հրապարակային հայտարարություններ եմ արել, քննելով ինձ հետ կապնեն այլ քաղաքական ուժեր, եթե այս տեսակի ասելիք կունենան։ Իհարկե ոչ ոք չի կապվել, ոչ ոք բացարձակապես։ Եվ ում էլ որ ես եմ դիմել, ընդհանուր պատկերը հետևյալն է։ Մարդիկ խառն են օրվա հոգսերով, օրվա խնդիրներով քաղաքական։ Այն կարգի խառն են, որ երկարաժամկետ ուղղակի անհնար է այդ մարդկանց հետ խոսալ, եթե 6 ամսվա կտրվածքով գործողություններից, իրանք 6 օրվա կտրվածքով չգիտեն ինչ անեն։ Ու իշխանությունը այսպես կեռիկից կախած իրանց, այն ձուկը որ բռնում են արդեն, ձուկը բռնած ոնց ուզում որկոմ ուզում տանում են, ինչ հոգսերով ուզում ծանրաբեռնում են։ Սա մեկ, երկրորդ, ընդդիմադիրներին եմ ասում, հա, ընդդիմադիր քաղաքական գործիչները իշխանությունների կողմից, ասենց կեռիկի մեջ վերցված, թակարդ ննգած, որ կողմ ուզում, ինչքան հոգս ուզում նրանց գլխին լցում են, այդ ուղղությամբ էլ տանում են։ Երկրորդը, ընդդիմադիր քաղաքական ուժերը իրանց օլիգարխ շեֆերի, ոմանց համար նույնիսկ հայրերի, պապաների ձեռի տակ ինքնուրույն գործողություններ անելու համար խիստ կաշկանդված են։ Խիստ կաշկանդված են։ Այս էլ մի հատ ուրիշ խնդիր, այսինքն հայ քաղաքական միտքը կաշկանդված է շեֆերի տգիտությամբ, շեֆերի սահմանափակությամբ։ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմի ներկայացուցիչ չի կարող Ռոբերտ Քոչարյանից խելոք բաներ մտածի ու ասի, առավել եւս օրակարգ մտցնի։ Իսկ եթե Ռոբերտ Քոչարյանը դա ուզեց անել, հաստատ կանի, այդ դեպքում գործը առաջ կգնա։ Բայց Ռոբերտ Քոչարյանը չի հասցնի դա ուզի, որովհետև իշխանությունը կգտնի ինչով զբաղացնի Ռոբերտ Քոչարյանին, այս դատական հայցը, այն մեղադրանքը, այն շինծու չգիտեմ այն բանը, այն ոչ շինծու իրական պրոբլեմը, որը տենց էլ չի բացահայտվի, տենց էլ չի քննարկվի։ Եվ պլյուս սրան Ռուսաստանի կարծիքն ու որոշումները։ Նույնը վերաբերում է Գագիկ Ծառուկյանին։ Գագիկ Ծառուկյանի ինտելեկտը ինչքան է բավարարում քաղաքական օրակարգ ձևավորելու համար, այդ դրանից ավել իր ժողովրդի, իր քաղաքական գործիչների ինտելեկտը ինքնարտահայտման, ու եթե ազատ խոսքի տեսանկյունից մի քանի հոգի կարան խոսան, բայց դրանից ավել գործողություններ նախաձեռնելու իրավունք չունեն։ Ուղղակի սահմանափակված է, թե սահմանադրությամբ ազատ են, այդ իրավունքն ունեն։ Նույնը Սամվել Կարապետյանին ուժին է վերաբերվում։ Սամվել Կարապետյանի քաղաքական հանճարը ինչքան է բավարարում։ Դրանից ավել այդ ամբողջ ջահել խոստումնալից կադրերը, որ հավաքվել են Սամվել Կարապետյանի շուրջ որպես քաղաքական թիմ, իրանց քաղաքական պոտենցիալը չի կարող ավելին լինի, քան Սամվել Կարապետյանի քաղաքական հանճարն է թելադրում։ Արդյունքում երկիրը գտնվում է այս մակարդակի վրա, քաղաքական, ներքաղաքական օրակարգերով ու հարցերով։ Մի շարք, այսպես ոչ այդպես տարիների վաղեմությամբ, փորձառությամբ, ոչ շատ թաթախված նախկին քրեական եւ ոչ քրեական, այսպես անօրինական գործերի մեջ չթախրախված ուժեր, հիմա նրանք էլ երկու տարբերակի են բաժանվում։ Մի մասը ինքնասիրահարված է այնքան, որ սեփական տգիտությունը բուժելու հնարավորություն չունի, սա ինչի եմ ասում, ժողովուրդ, ցանկացած հարցում մենք կարող ենք ունենալ մի խոսքով թերություններ, այսինքն օրինակ ես բժիշկ եմ, իմ բժշկության մեջ ահագին բան գիտեմ, ահագին բան էլ չգիտեմ։ Այլ ոլորտներում ևս ավելի շատ չգիտեմ։ Այդ չիմանալս տգիտություն է։
Հիմա դա հնարավոր է, չէ՞ դրանից ազատվել, սովորելով, կարդալով, բանավեճեր, քննարկումներ, հնարավոր է սովորել, այսինքն ցանկացած մեկս մեր ամենօրյա զբաղմունքից բացի մնացած ոլորտներում էականորեն տգետ ենք։ Ну դա տենց է, դա անխուսափ է։ Բայց հիմա պատկերացրու դու այնքան ինքնասիրահարված ես, որ չես ուզում, համ ուզում ես այդ այլ ոլորտներում քիթդ խոթես, համ էլ չես ուզում տգիտությունից ազատվես, բուժես դա, կրթվես։ Սա խնդրեմ է։ Եվ մերոնք այդ խնդրեմն ունեն։ Նախ որ ինքնասիրահարված են, իրանք չեն հասկանում, որ դարձյալ են, չեն հասկանում։ Մեր մշակույթում էլ չկա բանավեճերի մշակույթ, որ քաղաքական գործիչները հանդիպեն հանրային քննարկման մեջ, ոչ տենց լկտիկ, շուխուր բան, 20 հոգի միտեղ, 2 հոգու կանչեն, ասեն երկար բարակ քննարկումներ անեն ու շատ արագ մի տարում կարելի է մեր քաղաքական բանավեճերի մշակույթը էականորեն դեպի լավը տանել։ Բայց չի արվում տենց բաներ, մի խոսքով չեն գալի մարդիկ հիմնականում, չեն գալի։ Օրինակ ես ինչ որ բանավեճի հրավեր չեմ ստացել, հրապարակային է որ լսել եմ, այն նրա շուրջ եմ լսել, ինչի հետ համաձայն եմ։ Օրինակ Էդմոն Մարուկյան էս վերջերս ծով կարա թողայինձի ես ինչ բանը ապացուցի, ես ապացուցեմ, որ տենց չի, ես համաձայն եմ, որ դա տենց չի, չեմ կարա այդ հրավերը ընդունեմ։ Շատ կուզենայի մի հատ այնպես բան ասել, որ լրիվ հակառակ կարծիքն ունենա, գնայի այդ թեմայով բանավեճի։ Ես շատ ցանկացած մեկին է սա վերաբերվում։ Ես բազմիցս հրավիրել եմ ում ասես քաղաքագիտական քննարկումների բանավեճերի, բայց չեն գալի։ Սրանից բացի, ես տգիտությունը բուժելու մեր ինքնասիրահարվածությունից բխող անհնարինությունից բացի մի հատ ուրիշ բան էլ կա։ Թամբալ են մարդիկ, չեն ուզում չարչարվեն, այսինքն այդքան էլ ինքնասիրահարված չեն, բայց հավես չունեն։ Հավես չունեն, էս էլ է խնդրեմ։ Մի ուրիշ բան էլ, ժողովուրդ ջան, եւ քանի որ շատ մարդիկ հասկանում են, որ իրանց գիտելիքների չափը, քանակը սահմանափակ է, իրանք մեծ պլաններ չեն կազմում։ Այսինքն նայում է շատ լավ գործիչ է, ազնիվ է, նվիրված է, բայց իր առաջարկները պրիմիտիվ են, պարզ հարցերի շուրջ էլի։ Մեծ քաղաքական հարց, որ երկրի քաղաքական երկիրն է ուզում։ Ընդհանրապես երկրներում պետք է քաղաքական գործիչները բավականին բարձր լինեն։ Այդ լավ կադրերն էլ չեն համարձակվում մեծ ծրագրերի մեջ թաթախվեն։ Ինչու՞, որտեղ հասկանում են, դրանց խելքի բանը չի։ Բայց այդ տեսանկյունից ընդհանրապես ուրեմն պետությունը մեր խելքի բանը չի։ Չեմ ուզում շատ անվանական կքննադատել ես հարցում հատկապես, որովհետև խոսքը վերաբերում է իրանցից այնուամենայնիվ բան ներկայացնող եւ նախկինների ներկաների հետ չասոցացված մարդկանց, բայց էլի չգիտեմ կոռեկտությունից ելնելով չեմ ուզում ներկայացնել, որովհետև իրանք չեն հասկանա։ Չեն հասկանա։ Մի խոսքով հեռախոսների մասին ինչ կաշև շուտով բոլորս կլինենք պատկալպակում։ Սենց տնես բոլորս պատկալպակում ենք։ Շուտ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, AI-ը եւ այլն թույլ է տալի տոտալ վերահսկողություն ցանկացած մակարդակի, այն մակարդակի, որ ասում եմ, սրանք տանելու են նրան, որ մի օր ունիտազի մեջից նկարելու են մարդու եղած չեղածը ու դա կցեն իր գործերին։ Այս աստիճան բոլորը, ինչ անձնական գաղտնիք բան, ինչ անձնական տվյալներ, բայց որտեղ է խնդրեմը մեր։ Մեր խնդրեմը նրանում է, որ մեր ժողովուրդը այդ անձնական տվյալների անձեռնխելիության հասկացությունը շատ մատների արանքով անայում, հա դե պետությունն է, դե պետությանը նայում են որպես տեր, որպես այսինքն իշխանություններին, հա, તો թեկուզ հենց պետությանը։ Հանրությանը նայում են որպես իր հովանավոր, իր երաշխավոր, տենց չի, նա քո վերջին հաշվով ընդ մարդիկ են նստած անուն ազգանունով, որոնք իրանք շահերն ունեն։ Ու նրանք քո հաշվին իրանք շահերը պետք է բավարարեն, ոնց որ ամենտեղ, ոնց որ շուկայում։ Ինքն էս գինը ասում, որ իրան է պետք, ու որը դու ամենայնպես թե այդ գնի սահմաններում կառնես։ Ինքն էս չի, որ մտածում ես ապրանքի ինքնարժեքն ինչքան է, մի 10% ավել դնի վրան, ծախի լավ է, էլի։ Ոչ։ Ինչքան թանկ կարա ծախելու է, ինչքան հնարավոր է թանկ։ Նույնը իշխանավորներն են, որոնք պետական տարբեր պոստերում նստած են, ինչքան ուժ ունեն, իրանց համար են անելու, ոչ թե ձեզ համար կամ ինձ համար։
մի խոսքով։ Ու այդ հեռախոսները վերահսկելիությունը հատկապես տեղորոշման հետ կապված ավելի մեծացնելն է։ Վերահսկելիությունը տեղորոշման հետ կապված, որտեղ է այդ մարդը գտնվում։ Էլի ասում եմ ձերբակալություններ, միգուցե, դե գիտեք, առանց քարտի էլ հեռախոսը կարան ինչ-որ լիքը ֆունկցիաների համար օգտագործեն։ Խնդրեմ։ Բայց պրոբլեմը դա չի, որ իշխանությունները այդպիսին են։ Պրոբլեմը այն է, որ ժողովուրդը դրան շատ սուր չի արձագանքում։ Թեև այս անգամ բավականին արձագանք եղավ, այդ լավ է, բավականին արձագանք եղավ։ Պրոբլեմը դրանում է, որ այդքան արագաչափ դնում են մարդիկ, ասում են լավ է, էսի մեր անվտանգության համար է։ Դա ձեր անվտանգության համար չի։ Եթե դա ձեր անվտանգության համար, ասենք ասած մտածող լինեին, ձեր անվտանգության համար։ Հենց կանեին, որ Հայաստանում, ասենք 30 տարվա ավտոյի հույսին չմնար մարդը։ Հենց կանեին, որ մարդը այնքան ֆինանսական միջոցներ ունենար, որ ասենք 5-10 տարվա մեքենաներ քշեին մարդիկ։ Ոչ թե օրենքով արգել ես, այդ 20 տարվա ավտոն։ Պայմաններ ստեղծեին, մարդը բնականից ձգտեր դրան։ Բնականից, մարդ ով չի ուզում դա։ Այնպես աներ, որ ասենք քո մաքսատուրքը ավտոմեքենաների չլիներ ավտոների 40-50%-ը։ Մարդիկ կարողանային գնային ոչ թե ավտոների 40-50%-ի չափով մաքսատուրք վճարեին, այլ ընդհանրենք 10-20%-ի չափով վճարեին։ Ու այդ օրինակ, հա, այս էլ արդեն 10-20 տարվա ավտոների մասին է։ 10-20 տարվա ավտոները երկրում որ շատ էին լինում, զապչացնել էր օրինակ շատ լինում։ Եվ հիմնականում մեքենաները լինում էին սարքին, որտեղ զապչաստը պահեստամասերը շատ են եւ էժան։ Վրաստանի պես էլի կարճ ասեմ, այս հարցը Վրաստանը այնքան լավ է տեղեկցել։ Այ արագաչափ դնելով չեն անվտանգության հարցը լուծում։ Պրավա տալուց մարդուն իրոք լավ պրակտիկ, ոչ թե կեղտ բռնելու վրա, այլ տենում են այդ մարդը կարում է տենց երկրներ կան արևմտյան, որտեղ քրաշ տեստեր են անում, քրաշ չի էդի, ստրես տեստեր են անում, ստրես տեստեր են անում, թե բանը, վարորդը ոնց է կարողանում, չգիտեմ, անձրևի պայմաններում, գալալյոդի պայմաններում, ինչ-որ այս սիտուացիաներում ոնց է կարում իրան պահի։ Սրան հասնելու համար պետք է հասարակական կազմակերպություններ, մասնավորապես վարորդներ, որոնք սիրում են ավտո քշել, կազմակերպություններ են սարքում, տարբեր հնարքներ են մարզվում, հասարակական կազմակերպությունների հսկողության տակ կար ասենց բան լիներ։ Բայց եթե երկրում լինի օրինակ վարորդների կամ ասենք ավտո սիրողների հասարակական կազմակերպություններ մեծ մասշտաբներով, կլինի նաև այլ մասշտաբային հասարակական կազմակերպություններ։ Իսկ նման կազմակերպությունները բարձրացնելով քաղաքացիների կազմակերպվածության աստիճանը խանգարում են երկրի արտաքին տերերին, որովհետև այդպիսի կազմակերպված հանրությունը նախրի պես չի ենթարկվում տեղեկատվական մանիպուլյացիաների եւ իշխանությունների, այսպես պրիմիտիվ քարոզներին։ Այսինքն ձեռ չի տալի, վատ կառավարելի է, դժվար կառավարելի է։ Իսկ արտաքին պատվիրատուները եւ այս մեր կիսագրագետները ուզում են զբռոտ, որպեսզի հեշտ կառավարվի։ Իրանք այդքանն են կարող անեն։ Այսինքն այստեղից եկան արագաչափից, հələ արագաչափից են խոսում։ Հələ այն մասին եմ ասում, որ արագաչափը էդի անվտանգության մասին չի։ Արագաչափը թվում է կոնտրոլ է։ Ընդհանուր ծրագիր ստեղծել զբռոտ, այնպես անել, որ ինքը մնա զբռոտ, լինի ել ավելի զբռոտ ու վերահսկել տոտալ։ Մյուս տարբերակը ստեղծել, ընդունել, ճանաչել քաղաքացիություն, այդ քաղաքացիություն հնարավորություն տալ կատարելագործվել, ել ավելի կատարելագործվել, կազմակերպվել, ել ավելի կազմակերպել եւ թողնել ինքնավերահսկողության վրա։ Իրանք իրանց կվերահսկեն, կորոշեն։ Նույն արագաչափը խո ամբողջ օրինակ Սևանի տրասային 10 մետրը մեկ արագաչափ չի դրած, բայց այն մնացած հատվածներում որ արագաչափ չկա, բայց այդ մասում ոնց են մարդիկ քշում։ Բայց այդ մասում ոնց է մարդիկ վթարին չեն ենթարկվում, ենթադրենք։ Որտեղ ինքնավերահսկողություն կա դեղել։ Բայց այն մնացած հատվածներում ինքնավերահսկողություն չկա։ Ենթադրենք դրանք ռիսկային են։ Եղավ,
Ռիսկային են այդ մի երկու տեղը, ռիսկային տեղեր արագաչափ դիր, բայց դա արագաչափը դրած տեղեր, որտեղ ռիսկային չեն։ Կամ արագությունը չի էս 90-ով սահմանափակում, 100-110-ով սահմանափակում, մայրուղի է, կի 110 չես թողում քշեն։ Որովհետև երկու լինիա է, որովհետև ընդեղ միացող խաչմերուկի կամ ռազմավարոտի վիճակներ կա, երրորդ լինիան սարքի։ Սարքի 110 դիր ընկեր, ինչքան կարելի է 2026 թվին ենք հələ, այսինքն 70-ականներին ենք 90-ը սահմանափակում էր, եկե հասել ենք 50-60 տարի անցել է, հələ 90-ը սահմանափակում է։ Այն դեպքում, երբ որ ճանապարհը որպես մայրուղի է կառուցված ի սկզբանե։ Իսկ մայրուղիներում սահմանափակումը 110-ն է, բայց հիմա հայ ժողովուրդը ավանդական կնոյ ոնց թե 110, այս ինչ ես ասում 110, ինչ 110։ Məsələn Ժիգուլիներով 90 էր, հիմա եկել է անվտանգության բարձիկ, գոտիներ եւ այլն, էլի 90-ը։ Սևանի տրած, իսկ ինչու ոչ 110։ Ինչու ոչ 110, երբ որ 130-140-ով նորմալ քշում են մարդիկ, նորմալ։ Անչափահասների ավտոմեքենա վերցե քշելը, էդի կառավարեք։ Առանց պրավայի անչափահասները, գլուխները, այսինքն անչափահասների մեջ մշակույթ ձևավորեք, իրենք վերահսկելով ավտո քշեն։ Այդ դեպքում 16 տարեկանից էլ պրավան տուր։ Քշի մարդը, բայց վերահսկում է ինքը, թե այն գյադագյուդեքի հետ ընկնում են ավտոյի մեջ, սրա նրանից խոսան, այս աղջկանից, այն աղջկանից բամբասեն, սրա նրան կայֆավատել են ձեռ առնեն, տենց պորտաբույծի նման էթան գան, ասենք, գյուղա մեջ, հլեն գյուղի հենց էր, քաղաքի հենց էր, իշտեն քաղաքի հենց էր։ Ստից գալիս ենք, ինչ ստից գալիս ենք, բայց այդ գյադեքն ինչով զբաղվեն, ասենք պարով զբաղվեն, ոնց տղեն բա գնա պարի խմբակ, հա, տղեն գնա պարի խմբակ, որ բերթի պուծով կա, վաղը չվերցնի մի տեղից, երբ որ արդեն կլինի այդ տղեն 30-25 տարեկան։ Հասկացեք ոնց է, սպորտային խմբակները, որոնք կտան դաստիարակություն, բայց այդ պարը ամենակարևորն է։ Ինչքան պարի խմբակ գնացող տղաների քանակը շատ է, իսկ մեր մոտ չկան։ Մատների վրա հաշված տղաներ կան, որոնք պարի խմբակ են գնում։ Ինչքան պարի խմբակ գնացող տղաների քանակը մեծ է, այնքան վաղը քո բերդերը թեթև են լինելու։ Այնքան բերդերում քիչ մարդ ես ունենալու, այնքան հանցավորությունը ցածր մակարդակի վրա է լինելու։ Կարևոր է մարդը ոնց է նայում մշակույթին, այդ թվում ազգային մշակույթին։ Այ Գինոսյանը տենց հեղափոխություն արի Հայաստանում։ Հիմա Գինոսյանը չկա, գնացեք պարի խմբակները դպրոցական տարիքերը, եկեք նայեք, քանի տղական ընդհանրապես այդ խմբակներում։ Բայց Գինոսյանը ցույց տվեց, չէ՞ որ հնարավոր է։ Իհարկե հնարավոր է։ Ցույց տվեց, ապացուցեց, որ հնարավոր է։ Գինոսյանի սաները ցույց տվեցին, որ հնարավոր է։ Իսկ հիմա ինչ է, գնացեք նորից նայեք, տենդենսը նայեք։ Էս էլի խոսում ենք, գիտեք ինչի մասին, արագաչափի մասին ենք հələ խոսում։ Արագաչափ դնելը անվտանգություն է, թե չէ։ Ոչ մի կապ չունի արագաչափ դնելը անվտանգության հետ։ Դա ընդհանրապես տոտալ կոնտրոլի մի պուճուրիկ հատվածն է։ Իսկ իրական մեխանիզմները, որոնք անվտանգություն են ապահովում, այն թևի վրա է։ Պարի խմբակ գնալով են ավտո քշելու անվտանգություն ապահովում։ Պարել սովորելով է։ Ինքն իրան վերահսկելով է։ Սպորտով զբաղվելով է։ Սպորտային խմբակներին ֆինանսավորելով է։ Ոչ թե սպորտին ֆինանսավորող բիզնեսմենին, թեև նա բազմաթիվ ուրիշ տեղեր ուրիշ պրոբլեմ ունի։ Վերցելու ենք ծերածերերին տանք բնակարանը, տունը։ Քերքի հաշեցեք, լավ, հիմա վերադարձանք, ներքին օրակարգ պետք է լինի ժողովուրդ, ես խոսում եմ, նայեք, լիքը քաղաքական գործիչներ ես լայվերը չեն նայում, շատ քիչ մարդիկ են ես լայվերը նայում, բայց խնդրում եմ, գրեք, կապի դուս եկեք, ես ստե տեսա մի հոգու տեսա, որ նայում է, անպայման հետը կապվելու եմ, ժողովուրդ, ներքին օրակարգ պետք է ձևավորվի, մենք ինչպես ենք ուզում ապրենք, սահմանադրական կարգը ինչպես ենք պատկերացնում։ Այդ օրակարգը ձևավորելուց, երբ որ շատ խոսանք դրանից, սաղիս համար կդառնա օրենքի, իրավունքի գերակայությունը բարձրագույն իշխանություն։
Բարձրագույն իշխանությունը սահմանադրությունն է, ձեր ցավը տանեմ։ Սահմանադրություն, մարդիկ պետք է ճանաչեն իրանց իշխանությանը, որը սահմանադրությունն է։ Նրանից հետո գալու են տարբեր պաշտոններ, նախագահ կամ չգիտեմ, վարչապետ, պարլամենտ, բայց դեմից իրավունքի գերակայությունն է, փաստաթղթավորված։ Հիմա տենանք գրենք էլի, մի հատ տենանք ոնց ենք ուզում ճիշտը, խաղի կանոնները ոնց ենք ձևակերպում։ Ինքներս հաստատենք, ինքներս էլ հետևենք դրա կայացմանը, բայց եթե այսքան բանը մենք չենք կարևորում, ընկնում ենք օրվա խնդիրներով, օրվա խնդիրները լինելու են, դրանցից վերջ չկա։ Անծայրածիր են օրվա հոգսերը, մեծ հոգսերը, մեծ խնդիրները, մենք կարանք ձևակերպենք ու շարունակենք ապրել։ Մի խոսքով, հարգելի քաղաքական ուժեր, մինչև սեպտեմբեր, ամենաուշը մինչև սեպտեմբեր, իրար եկեք, խնդրում եմ անդրադարձեք այս հարցին, առանց փոքրոքի, ամբիցիոզ, ստե ամբիցիա չկա, ստե ցուցակներ չկան սահմանադրական փոփոխությունների օրակարգում, ուստե բացարձակ ճշմարտություններ էլ չկան, մեկը սենց է կարծում պետք է լինի սահմանադրությունում, այն մեկը մյուս ձև, ստե բացարձակ ճշմարտությունները չկան, ստե ավելի շուտ կա պայման եւ այդ պայմանին տեր լինել, այսինքն այնքան կարևոր չի, թե խաղին ինչ կանոնով են խաղում, որքան այդ կանոնը պահելն է եւ խախտողների հանդեպ վերաբերմունքը ֆիքսելն է։ Այնպես որ հարգելիներս, նոր սահմանադրությունը առաջիկայում որպես ներքաղաքական օրակարգ կարծում եմ ալտերնատիվ չունի։ Մնացած ամեն բան որ կա, եսիմ ժամանակի կորուստ է վատնում, մանր խնդիրներ են, մեծ երկարաժամկետ կտրվածքում ոչինչ չփոխող։ Թերևս այսքանը, կներեք ձեզ զզվացնելու համար, շնորհակալ եմ, որ այսքան հետևեցիք, հանդուրժեցիք։ Ազգը պիտի վերստին միաբանվի, ոչ թե մեկ հոգի, մեկ մարմին սկզբունքով, գոնե միաբանվի իրար միշտ չուտելու սկզբունքով։ Կանիբալիզմը պետքա այլևս դադարեցնել, ժողովուրդ ջան։ Կանիբալիզմը գիտեք չէ, որ նա մարդակերություն է։ Իր տեսակին ուտել ավելի ճիշտ։ Այլ կենդանիները թե իրենց տեսակին ուտում են, կոչվում են կանիբալ։ Կանիբալիզմը մեր ներքաղաքական եւ հանրային կյանքում պետքա բացառվի։ Քեֆերի մենք պետք է նստենք, խոսենք, խնդանք եւ այո քաղաքականություն քննարկենք առանց կանիբալիզմի։ Իրար միս ուտել չկա։ Պետք է սովորենք բազմակարծությանը։ Պետք է սովորենք, որ այո տենց է։ Մեզանից մեկը կունենա այսպիսի հայացքներ են, լրիվ ուրիշ հայացքներ, մեկը կլինի այսպիսի կրոնի, են մեկը լրիվ ուրիշ կրոնի։ Չգիտեմ, մեկը կլինի չաղ, մեկը կլինի նիհար, մեկը կսիրի կյաժերին, մեկը կսիրի սևերին։ Դա մենք պետք է ընդունենք։ Տենց է։ Ու պետք է յոլա այդս, որովհետև հա, բաներ կա որ տարաձայնություններ են, այնքան էլ բան կա որ համաձայնենք իրար հետ, այնքանից շատ։ Մի խոսքով կոչս, բարեմաղթանքս շարունակենք ապրել, ակտիվ քաղաքականության մեջ գործել, միասին առանց կանիբալիզմի։ Այս հարցի շուրջ պետք է մենք ունենանք բացարձակ համաձայնություն։ Եվ տեսնենք ինչ ենք անում։ Նոր սահմանադրություն բերենք, նոր հասարակարգ ու իրավակարգ ձևավորենք ու շարունակենք ապրել։ Շնորհակալություն ուշադրության համար։ Բարի գիշեր։